Երբեք։ Անմարդկային էր, դժոխք էր ուղղակի։ Այն ինչ գրված է Աստվածաշնչում դժոխքի մասին սխալ է։ Իսկական դժոխքը իմ տեսածն էր։ Ես ապրել եմ դա եւ տեսել եմ սեփական աչքերով։ Երկար ճանապարհ էր անապատի միջով։ Մեզ քշեցին դեպի անապատ, որտեղ մի ազգ կոտորվեց ավազուտների մեջ։ Սա ցեղասպանության, պատասխանատվության, հանցակցության եւ քողարկման չլսված պատմությունն է։ 1914 թվական, աշխարհը պատերազմի մեջ է։ Մարդկությունը երբևէ նման հակամարտություն չի տեսել։ Աշխարհը հեղեղվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, երկաթուղի, հեռագիր եւ թունավոր գազ։ Առաջին համընդհանուր պատերազմը տարածվում է Արևմտյան Եվրոպայից մինչև Միջին Արևելքի լեռնային շրջանները, հայերի հայրենիքը։ Կար ևս մի բան։ Այն չարամիտ գյուտը, որ դեռ իրագործվելու էր ազգ պետությունների կողմից, ցեղասպանությունը։ Դա մի ամբողջ ազգի հայ ժողովրդի համակարգված բնաջնջումն էր։ Ինչպես տեղի ունեցավ։ Ովքեր էին դրան մասնակից։ Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը։ «1915-ին, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված էր Եվրոպայում ծավալվող կենաց ու մահու պայքարին, թուրքական կառավարությունը ոչնչացնում էր իր հայ ազգաբնակչության մեծ մասին։ Քչերին է հայտնի այն փաստը, թե ինչ դեր էր կատարում Գերմանիան հայերի ցեղասպանության հարցում։ Ինչ աստիճանի հանցակցություն ուներ Գերմանիան։ Որն էր Գերմանիայի դերն այս ահավոր հանցանքի քողարկման մեջ։ Դեպի համաշխարհային պատերազմ տանող ճանապարհը բացվել էր 15-րդ դարում, երբ Գերմանիան կայացավ որպես ազգ պետություն, կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի իշխանության ներքո։ Կայզեր Վիլհելմ II հզոր հարցունաբերության շնորհիվ Գերմանիան դարձնելու էր խոշոր տերություն։ Գերմանիայի կառավարությունը հավատացած էր, որ ձգվելով դեպի արևելք, խորանալով միջագետքի ներկայիս Իրաքի տարածքի մեջ, երկիրը պիտի դառնար համաշխարհային հզորագույն տիրություն։ Գերմանիան Բրիտանիային կտրելով իր տիրապետության տակ գտնվող Հնդկաստանից ձեռք էր բերելու միջին արևելքի բնական հարստությունները։ Հիմնադրելով Բերլինից Թուրքիայի տարածքով Բաղդադ հասնող երկաթուղին, Գերմանիան պիտի կարողանար հասնել իր իմպերիալիստական նկրտումներին։ Կայզերի համար երկաթուղին հանդիսանալու էր դեպի միջին արևելք տանող տնտեսական կենացուղի։ Կայզերը հայտարարեց. «Մեզ անհրաժեշտ է միջագետքը»։ Նախքան առաջին համաշխարհային պատերազմը գերմանացի որոշ գրողներ, ինչպես օրինակ Պաուլ Ռոթբախը, առաջադրում էին հայերին Թուրքիայի տարածքից տեղահանելու եւ միջագետքում վերաբնակեցնելու գաղափարը։ Նա հավատացած էր, որ աշխատասեր հայերը կշենացնեին անապատը։ Գոյություն ունեին գերմանական գաղութատիրական քաղաքականություն, գաղութների ժողովուրդների հետ բիրտ վարվելու եղանակներ, որոնք Գերմանիան կիրառում էր ցանկանալով յուրացնել նրանց հողերն ու բռնագրավել ունեցվածքը, եւ անկասկած Գերմանիայի կառավարական հաստատություններում կլինեին մարդիկ, որ կգիտակցեին տեղահանման քաղաքականության էությունը եւ կարեկցանք կզգային։ Գեներալ Քոմար ֆոն Գոլցը, Օսմանյան բանակի խորհրդականը, այն կարծիքին էր, որ քրիստոնյա հայ ժողովրդին արմատախիլ անելը ռազմական նպատակներ է հետապնդում։ Նա ուզում էր քշել հայերին Հայաստանից եւ վերաբնակեցնել հարավում, Սիրիայում եւ Միջագետքում։ Արդյոք թուրքերը հայերի տեղահանման մասին Գերմանիայի տեսակետների ազդեցության տակ էին, միաժամանակ հետևելով հայկական տարածքներով ձգվող երկաթուղու գծերին, ինչպես մենք հիմա։ Այս նույն պողպատյա երկաթգծերը չէին, որ զենք դարձան թուրքերի ձեռքում,
կոտորած և բնաջնջում իրագործելու համար։ Բաղդադի երկաթուղին Գերմանիայի միակ կարևորագույն անդրծովյան ներդրումն էր։ Դա Deutsche Bank-ի սեփականությունն էր, իսկ վերջինս ամենակարևոր գերմանական մասնավոր բանկն էր։ Երկաթուղին գերմանացիների հպարտության առարկան էր, ոչ միայն ըստ հասարակական կարծիքի, այլև դիվանագետների տեսանկյունից։ Գերմանիայի հետագա առաջխաղացումը Միջին Արևելքում ամբողջովին կախված էր այս նախաձեռնությունից։ Գերմանական երկաթուղին նախատեսված էր Բեռլինից Թուրքիայի ամբողջ տարածքով մինչև Բաղդադ հասնելու համար, սակայն առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երկաթուղին դեռևս անավարտ վիճակում էր։ Կոստանդնուպոլիս 1915 թվական։ Թուրքերը գերմանացիների նման իմպերիալիստական մղումներ ունեին։ Նրանց առաջնորդներ Թալեաթը և Էնվերը ուզում էին ստեղծել թուրքական ազգ, ոչնչացնելով ազգային փոքրամասնություններին։ Նրանց հույսը օսմանյան տերությունը փլուզումից փրկելն էր։ Երազանքը օսմանյան տերությունը հզորացնելն ու հայկական բարձրավանդակով դեպի արևելք ընդլայնվելը, կենտրոնական Ասիայում բնակվող թրքական ցեղերին միավորվելու նպատակով։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թուրքիան ռազմական համաձայնագիր ստորագրեց Գերմանիայի հետ։ Ըստ համաձայնագրի գլխավոր կետի, թուրքական բանակի յուրաքանչյուր ստորաբաժանման գլխավերևում կանգնած պետք է լիներ մի գերմանացի հրամանատար։ Նա էր հաստատելու թուրք զորագնդերի շարժումը և ռազմավարական որոշումները, հրամանատարի ամեն մի քայլը։ Ավելի քան 12,000 գերմանացի զինվոր էր ծառայում թուրքական բանակում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ռուդոլֆ Հյոսը, 16-ամյա մի երիտասարդ, կամավոր ծառայում էր թուրքական բանակում։ Գերմանացին և թուրքը, շահադիտական ամուսնություն, երկու իմպերիալիստական երազանքների միություն ընդդեմ միևնույն խնդրի, հայերի։ Հայ ժողովուրդը 3000-ամյակից ավելի բնակվել է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Հայերը 4-րդ դարում ընդունել են քրիստոնեություն։ 14-րդ դարում Հայաստանը նվաճվել է թուրք մուսուլմանների կողմից։ Հայ ժողովուրդ, հպարտ մի ժողովուրդ, որն ունի արվեստի, ճարտարապետության և գրականության հսկայական ժառանգություն։ 1800-ականներին թուրքերը մտավախություն ունեին, թե հայ ժողովուրդը կուզենա ետ նվաճել իր ազատությունն ու ինքնուրույնությունը։ Նախանձի և ագահության զգացումներից դրդված նրանք անգթորեն կոտորեցին ու ոչնչացրին հայերին, ելնելով քաղաքական, տնտեսական և կրոնական դրդապատճառներից։ Սակայն թուրք-գերմանական դաշինքն առաջ քաշեց անհանդուրժողականության մեկ այլ տեսակ՝ ռասայական ստերեոտիպի գաղափարը։ Գերմանիայի ռազմական ղեկավար շրջաններում շատերը հայերին համարում էին թերարժեք ռասա, որը խոչընդոտում էր Գերմանիային իր ծրագրերը Թուրքիայում իրագործելու համար։ Էվալդ Բանսեն եզրակացրեց, որ հայ ժողովուրդը պետք է վերացվի աշխարհի երեսից։ Հայերը որպես ռասա ավելի թույլ են, քան թուրքերը, պնդում էր Ֆրիդրիխ Նամենը։ Թույլ ազգերը պետք է հանձնվեն։ Հայերը 9 անգամ ավելի վատն են, քան հրեաները, ասում էր Բրոնսարդ ֆոն Շելենդորֆը, թուրք զորահրամանատարի գերմանացի գլխավոր խորհրդականը։ Նրանք ձևավորեցին ռասայական ստերեոտիպի այն տեսակետը, ըստ որի հայերն արևելքի հրեաներն են և քամում են օսմանյան տնտեսության արյունը, ինչպես որ նույն բանի համար Գերմանիայում հրեաներին էին մեղադրում։ Գերմանացի սպաքորը, որն իր հայացքներով հիմնականում հակասեմիտական էր, ընդունեց այն գաղափարը, որ հայը վատն է։ Գերմանացիների ռասիզմը և թուրքերի քաղաքական մտավախությունը հայերի հանդեպ ստեղծեցին մի խառնուրդ՝ ցեղասպանություն, 1915 թվական։ Հայերի մեծ մասը բնաջնջվեց, վայրագորեն սպանդի ենթարկվելով իր տանը, մանկության թաղամասերում, քշվեց դեպի լեռնային թաքստոցներ, գաղտնի վայրեր, սովամահ եղավ ամայի անապատներում։ Սպանդն անմարդկային էր, բարբարոսական և համատարած։
Եղեռնը կատաղի ալիքի նման անցավ հայ ժողովրդի վրայով։ Խեղճ գույս աղջիկներին տանում էին։ Խեղճ աղջիկներ։ Մենք ողբում էինք և աղերսանքով դիմում Աստծուն։ Դուք չպետք է մոռանաք մեր ողբը, մեր արցունքները։ Նրանք մեզ ավազուտներն էին քշել։ Քայլում էինք դիակների վրայով, սոված, ծարավ, ուտելիք չկար, հագուստ չկար։ Գնում էինք, ուր որ մեզ քշում էին։ Չգիտեմ, ինչ էր դա։ Եվրոպացիները և ամերիկացիները ջարդերի վկաներն էին։ Ամերիկացի բժիշկ միսիոներ Թեյսի Աթքինսոնն իր օրագրի 1915 թվականի հուլիսի 10 էջում գրել է, թե իր կարծիքով ով էր պատասխանատու Թուրքիայում ծավալվող ցեղասպանության համար։ Among the Turks and Armenians both, it seems to be pretty well known that this thing is from the Germans. Թե հայերը, թե թուրքերը, երևում է շատ լավ գիտեն, որ այս ամենը գալիս է գերմանացիների կողմից։ Բոլորիս էր հայտնի, որ այսքան մշակված, լավ ծրագրված և կատարված գործը թուրքական մեթոդ չէ։ Գերմանացին, թուրքը և սատանան եռամիության դաշինք էին կազմել, աշխարհում նմանը չունեցող սառնասիրտ ոճիր իրագործելու համար։ Համաշխարհային պատերազմը սանձազերծելիս այս պատմությունը դեռ պետք է ծավալվեր։ Կոստանդնուպոլիս, Օսմանյան մայրաքաղաք, հայ ժողովուրդը մշակութային վերածննդի բարձրակետին է։ Առաջին համաշխարհայինի նախօրեին հանրաճանաչ հայ երգահան Կոմիտաս վարդապետը համերգներ էր տալիս 300 հոգանոց երգչախմբով։ Նրանք կատարում էին դասականների գործեր՝ Բեթհովեն, Մոցարտ, Շուբերտ։ Կոստանդնուպոլիսը նման բան չէր տեսել։ Համերգներին ոչ միայն հայերը, այլև թուրքերն էին գալիս։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների դիվանագետներն ու պաշտոնյաներն էին գալիս։ Գալիս էին թուրքեր, գալիս էր նաև Թալեատ Փաշան, հայերի մեծագույն դահիճը։ Այս մարդը, որ մի քանի հայերեն բառեր սովորել, ամեն անգամ գալիս էր ու ասում. «Բարի երեկո, պարոն Այք, բարի երեկո, տիկն Այք»։ Ես այդ ամենը տեսնում էի իմ տեղից, վերևից, քանի որ կարող էի միայն էժան տոմս գնել։ Ցած նայելով տեսնում էի այդ մարդուն, որը շեշտված հեգնանքով և կեղծ ժպիտով, հոգու խորքում իր ծրագիրը կազմելով քնեցնում էր հայությանը։ Շուտով առիթը պետք է ներկայանար Թալեատին։ 1914-ի հունիսին Սարայևոյում Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության շարժառիթով ամբողջ աշխարհը սկսեց պատերազմել, մի բան, որը թուրքական ծրագրերը քողարկելու միջոց էր։ Շուտով ռուսական և թուրքական զորագնդերը կենաց ու մահու պայքարի մեջ հայտնվեցին։ Ձյան ու սառույցի մեջ ճակատամարտելով երկու կողմերն էլ զանգվածային զոհեր տվեցին։ Պարտված և նվաստացած թուրքերը վրեժ լուծեցին հայ բնակիչներից։ Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն գրել է Վանի հայերի ջարդի մասին։ Թուրք զինվորները զենքն ուղղեցին հայ մանուկների, կանանց և ծերերի վրա։ Այս գործընթացը կրկնվեց շուրջ 80 հայաբնակ գյուղերում և 3 օրում 24,000 հայ սպանվեց։ Կոստանդնուպոլսի հայերի վերնախավը խիստ մտահոգված էր։ Նրանք ապրիլի 23-ին արտակարգ ժողով հրավիրեցին և որոշում կայացրին Օսմանյան կառավարությանն ամեն կերպ հավաստիացնել իրենց հավատարմությունը։ Ապրիլի 24-ին հայոց Զավեն հայրապետն այցելեց Թալեատին և ասաց նրան. «Մենք
հավատարիմ կլինենք։ Կոպիտ մերժում ստանալով թուրք առաջնորդներից հայերը խուճապահար դիմեցին գերմանացիներին։ Բարոն Հանս ֆոն Վագենհայմը Գերմանիայի դեսպանն էր Կոստանդնուպոլսում։ Նա հրաժարվեց օգնել։ Որոշ ժամանակ անց Վագենհայմը հայերին անվանեց վնասատուներ։ Ես հայերի համար ոչինչ չեմ անի, ասաց նա Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուին։ Կեսգիշերին Օսմանյան կառավարությունը ոստիկաններ ուղարկեց ձերբակալելու Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին։ Նրանց թվում էր Կոմիտաս վարդապետը։ Թուրքերի ձեռքից վրիպեց ուսուցիչ Վահրամ Երեսյանը, որն այդ ժամանակ արձակուրդում էր։ Ապրիլի 24-ի առավոտյան ես տնից դուրս եկա դպրոց գնալու։ Ճանապարհին հանդիպածս հայերի դեմքերին տխրություն նկատեցի։ Հասկացա, որ ինչ-որ բան էր կատարվել, բայց չգիտեի ինչ։ Հասա դպրոց, հարցրի տնօրենին, նրա օգնականն ասաց. «Չգիտես ինչ է պատահել։ Վարուժանին եւ հարյուրավոր հայ մտավորականների ձերբակալել են»։ Անմիջապես հեռացա, տեսնելով վտանգը։ Ապրիլի 24-ին հայերը դիմեցին դեսպան Մորգենթաուին, հույս փայփայելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չեզոք դերում լինելով կպաշտպաներ իրենց։ Դեսպան Մորգենթաուն արձագանքեց հայերի խնդրանքին եւ փորձեց փոխել գերմանացիների դիրքորոշումը, սակայն նրանք իրենց ընտրությունն արդեն արել էին։ Ոչ մի օգնություն հայերին չպետք է ցուցաբերվեր։ Մի քանի ժամ հետո Կոստանդնուպոլսի հայազգի առաջնորդներին ձերբակալեցին։ Բրիտանական եւ ավստրիական զորքերը հարձակում գործեցին Թուրքիայի վրա Գալիպոլիսի մոտերքում։ Ռումբերը որոտում էին թուրքական ապեզրին։ Այդ նույն ժամանակ հայ մտավորականներին գնացքներով տանում էին դեպի իրենց մահը։ Թուրքերը մնացին իրենց դիրքորոշմանը եւ ի վերջո կասեցրին դաշնակիցների հարձակումները։ Այն փաստը, որ 1915-ի դեկտեմբեր եւ 1916-ի հունվար ամիսներին բրիտանացիները, ֆրանսիացիները եւ թուրքական կայսրությունն ի վերջո ստիպված էին իրենց զորամիավորումները հանել թերակղզուց։ Թուրքերի մեծ մասի մեջ ամրապնդվեց սեփական ռազմական ունակությունների հզորության գաղափարը։ Թուրքերն ավելի ինքնավստահ դարձան եւ այլևս չէին ուզում լսել գերմանացիների խորհուրդները որևէ հարցի վերաբերյալ։ Թուրքերը նախաձեռնեցին համարձակ ծրագիր՝ կործանել մի ամբողջ ժողովուրդ կոտորածի եւ տեղահանության միջոցով։ Ժողովրդին իր արմատներից պոկելու այս ահռելի գործը համընկնում էր որոշ գերմանացիների առաջարկություններին։ Թուրք հրամանատարները տեղահանման կարգադրություններ անելով բառացիորեն մահվան հրաման էին արձակում մի ամբողջ ազգի համար։ Դա իրականում կոտորածի նոր տեսակ էր։ Այդ գիշեր դուռը դմդմփացրին եւ հաջորդ պահին մի թուրք սպա թրով բացեց դուռն ու հարցրեց հորս։ Հայրս մոտեցավ։ Արի, քեզ պիտի տանենք, արի, ասացին նրան։ Հայրս ասաց, թողեք կոշիկներս հագնեմ։ Ուր որ գնում ես, քեզ կոշիկներ պետք չեն գալու, պատասխանեցին նրանք։ Ինչպես կարողացան թուրքերը որոշում կայացնել մի ամբողջ ժողովուրդ իր հողից պոկելու վերաբերյալ։ 2 միլիոն մարդու։ Թուրքիայի պատերազմի հարցերով նախարար Էնվեր Փաշան հայկական ծրագրի կերտողներից մեկն էր։ Նա ապրել էր Գերմանիայում եւ կայզերի երկրպագուներից էր։ Էնվերը մերձավոր հարաբերությունների մեջ էր Գերմանիայի ռազմական պարագլուխների եւ ռազմական անձնակազմի ղեկավարի Բրոնսարդ ֆոն Շելենդորֆի հետ, որը հայտնի էր հայերի հանդեպ իր ծայրահեղ ռասիստական հայացքներով։ Արդյոք գերմանական ռասիզմի գործոնը դեր էր խաղում Թուրքիայի կողմից հայ ազգի փոքրամասնության հարցի վերջնական լուծման մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ ամենախոշոր հարցերից մեկը հետևյալն է.
Արդյոք ավստրո-հունգարացիները եւ գերմանացիները գիտեին Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացվող ջարդերի մասին։ Երկրորդ հարցը. Եթե նույնիսկ որոշ բան գիտեին, գուցեև մանրամասներ, ապա ինչու ոչինչ չարեցին այդ սպանդը կանխելու համար։ 1915-ի հունիսի 17 Գերմանիայի դեսպան Վագենհայմը Բերլինին տեղեկացնում է Թուրքիայի նպատակների մասին։ Վագենհայմը մեջ բերելով Թալիաթի խոսքը ասում է, որ ցեղասպանությունը կատարվել է ռազմական նկատառումներով։ Օսմանյան կառավարությունն օգտվում էր առաջին համաշխարհային պատերազմի առիթից հայերին վերացնելու համար։ Վագենհայմը շեշտում է, թե սա պետք է որ համընկներ նաև Գերմանիայի շահերին։ Սակայն որքան կարող էր Գերմանիան առաջ գնալ իր դաշնակցին օժանդակելու հարցում։ Գերմանացի բարձրաստիճան սպաները թուրքական բանակում։ Նրանք էին օգնելու թուրքերին հայերից մաքրվելու։ Գեներալ Բրոնսարդ ֆոն Շելենդորֆը շարքային հրամանատար կամ գեներալ չէր։ Նա այն գերմանացին էր, որ ամենաբարձր աստիճանն ուներ Օսմանյան բանակում։ Շելենդորֆը որոշեց հաստատել Թալիաթի հրամանը հայերի տեղահանման մասին։ Պատմաբան Վահագն Տատրյանը Շելենդորֆին համարում է տեղահանման ծրագրին մոտ կանգնած անձ։ 1915-ի հուլիսի 25-ին Բրոնսարդ ֆոն Շելենդորֆը ստորագրեց իր բառերով ասած Էրմենի ահալին, հայ ժողովրդի տեղահանման հրամանը։ Այլ կերպ ասած ոչ թե մի հատվածի կամ շրջանի, այլ ամբողջ ժողովրդի։ Այդ հրամանում նա մեջբերում է թուրքերեն շեդիդե բառը, որը նշանակում է կոտորած, դաժան միջոցներ, որ պիտի կիրառվեին։ Դաժան միջոցներ։ Այս արտահայտությունը դարձավ բնաջնջման ծածկագիրը։ Գերմանիայում արդյունաբերության և տեխնիկայի զարգացումը կարող էր արագացնել թուրքերի կազմակերպած հայոց տեղահանությունն ու կոտորածը։ Պատմության մեջ առաջին անգամ երկաթուղային տրանսպորտը դարձավ ժողովրդի զանգվածային ոչնչացման միջոց։ Դա ազգաբնակչության ամբողջական տեղահանման և ոչնչացման պատմական օրինակ է։ Բաղդադի երկաթուղային ընկերությունը ամեն շաբաթ Սիրիայի անապատներն էր տեղափոխում տասնյակ հազարավոր հայերի, ուր նրանք կոտորվելու էին կիզիչ ավազուտներում։ In the summer of 1915-ի ամռանը Բաղդադ-Բերլին երկաթուղային ընկերության Կոստանդնուպոլսի տնօրեն Ֆրանց Գյունթերը մի գաղտնի զեկույց ուղարկեց Բերլին, Դոյչե բանկի տնօրեն Արթուր ֆոն Գվիներին։ Գյունթերը դատապարտում էր հայերի բնաջնջումը։ Նա նկարագրել է, թե ինչպես մի ակնթարթում թվով 800 հայ կանայք, երեխաներ և ծերեր հավաքեցին, խցկեցին վագոնները։ Գյունթերը սարսափահար գրել է, թե այն ինչ տեղի էր ունենում այնտեղ, ավելի մեղմ էր համեմատած երկրի մյուս վայրերի հետ։ Տեղահանվածները ողբալի վիճակում էին։ Նրանց խցկում էին անասուններ տեղափոխող վագոնները, ջուր չէին տալիս։ Գնացքի մեջ մայրերը ծննդաբերում էին և հուսակտուր դուրս նետում նորածիններին, սպանում էին տեղում։ Ներքին գործերի նախարար Թալեաթը գիտեր, թե իր ծրագրերին որքանով պիտի նպաստեին զարգացած տեխնոլոգիաները և հաղորդակցության միջոցները։ Օգոստոսի 15-ին նա հեռագրով դիմեց բոլոր գավառներին, պարզելու, թե քանի հայ է տեղահանվել, քանիսն են դեռ ճանապարհին։ Գերմանացիները, որ երկաթուղու գործարկողներն էին Թուրքիայում, մտահոգված էին։ Տնօրեն Գյունթերը 1915-ի հոկտեմբերի 30-ին գաղտնի մակագրությամբ ևս մեկ զեկույց ուղարկեց Գվիներին։ Նա կցել էր մի լուսանկար տեղահանվողների պատկերով, հեգնական մակագրությամբ, երկաթուղին որպես թուրքական մշակույթի կրող։ Կարեկցելով տեղահանված հայերին Գյունթերն ամփոփում է. սրանք մեր այսպես կոչված ոչխարների վագոններն են, որոնցով տեղափոխվում են 880 մարդ 10 վագոնով։
Գերմանացիները կառուցում էին երկաթուղին որպես միջին արևելքին կապող ռազմավարական կենսական ուղի։ Թուրքերը դա օգտագործում էին հայ ժողովրդին մահվան ուղարկելու նպատակով։ Ես ականատես եմ եղել այդ ամենին։ Մարդիկ չեն հավատում, որ մեր 7 հոգանոց ընտանիքից միայն ես ու մայրս ենք ողջ մնացել։ Ես ծնվել եմ Բանդրմայում, հին Տրոյայի մոտերքում։ Թուրք զինվորները մեզ ասում էին, թե տեղափոխությունն անհրաժեշտ է մեր ապահովության համար։ Նրանք շրջում էին փողոց առ փողոց, եկան ու կողպեցին մեր դռները կնիքով ու բանալին էլ տարան իրենց հետ։ Մեզ լցրեցին վագոններն ու տարան։ Գնացքը մեզ հասցրեց Աֆյոն Կարահիսար։ Այնտեղից դարձյալ գնացքով տարան մինչև Կոնյա, Թուրքիայի խորքերը։ Այստեղ շատ աքսորյալներ կային, քշված Թուրքիայի տարբեր քաղաքներից։ Հետո մենք պետք է ոտքով գնայինք։ Ես սեփական աչքերով տեսա Բանդրմայի մեր հարևանուհուն։ Խեղճն էլ չէր կարողանում քայլել։ Նրան թևից բռնած քարշ տվեցին եւ գցեցին վառվող կրակի մեջ։ Իսկ հորս հորեղբոր մեծ տղան Հակոբ Տեր Հակոբյանը խելագարվեց մեր աչքի առաջ։ Շարունակելով տեղահանումներն ու կոտորածները, թուրքերը փորձում էին գերմանացի դաշնակիցներին համոզել, թե հայերն ապստամբներ են։ 1915-ի գարնանը Մաքս ֆոն Շոյդներ Ռիխտերը Էրզրումում Գերմանիայի հյուպատոսն էր։ Մայիսի 15-ից 20-ի միջև նա զեկուցեց դեսպան Վագենհայմին, որ թուրքական մեղադրանքները հայերի հանդեպ անհիմն են։ Բոլոր տների խուզարկություններն ավարտվեցին առանց հանցանշանների հայտնաբերման։ Չեն հայտնաբերվել ոչ ռումբեր, ոչ էլ նման բաներ։ Շոյդներ Ռիխտերը հերքեց թուրք-գերմանական պաշտոնական մեղադրանքը, թե հայերն ապստամբ են։ Երբ նա հաց էր բաժանում հայ գաղթականներին եւ փորձում էր պաշտպանել, գեներալ ֆոն Շելենդորֆը առարկում էր։ Վախենալով իր կյանքի անվտանգության համար, Ռիխտերը սկսեց լրացուցիչ ատրճանակ կրել։ Վագենհայմը պատասխանեց. հայերը սկսեցին անախորժությունները, ասաց նա։ Օսմանյան կառավարությունը պարզապես պաշտպանում էր նրանց։ Այս փաստարկը Գեդաքենգանգը գերմանական նոր պաշտոնական ուղղություն պիտի դառնար կոտորածների համար։ Այսպիսով Գերմանիայի կառավարությունն էր, որ նախաձեռնեց հայոց ցեղասպանության մերժողական մոտեցումը եւ ձևակերպեց հիմնական մերժողական փաստարկը, որն առաջ է քաշվում առ այսօր։ Գերմանիան շահագրգռված էր Թուրքիայի մերժողական դիրքորոշման մեջ, քանի որ ամեն մի ապատեղեկատվություն նաև կնվազեցներ Գերմանիայի պատասխանատվության եւ հանցակցության չափը։ Հուլիսի 16-ին Վագենհայմը պահանջեց, որպեսզի բոլոր զեկույցները ձևակերպվեն այնպես, որ դրանցում նշվի, թե Գերմանիան պատասխանատվություն չպետք է կրի հայոց ցեղասպանության համար։ Բերլինի արտաքին գործոց գրասենյակի պետքարտուղարի տեղակալ Արթուր Ցիմերմանը մի քայլ առաջ գնաց։ Նա կարգադրեց կեղծել այդ զեկույցներն այնպես, որ ցույց տան, թե հայերն են մեղավոր ու դավաճան։ Գերմանիայի կառավարությունը նախընտրեց դիտավորյալ նենգափոխել իր գրագրությունները։ Ուղեկիցներին ոչ միայն թույլ չէին տալիս միջամտել հօգուտ հայերի, այլև պահանջում էին, որ նրանք դատապարտեն զոհերին։ Օսմանյան ծրագիրը շարունակում էր համակարգված գործել։ Գնացքները երթևեկում էին ըստ չվացուցակների, հազարավոր հայերի տանելով մահվան։
Թուրքերն իրենց գերմանացի դաշնակիցներին ասում էին, թե տեղահանումները լոկ մասնակի բնույթ են կրում, կիրառվում են միայն պատերազմի գոտում գտնվող հայերի հանդեպ։ Հալեպի գերմանացի հյուպատոս Վալտեր Ռասլերը չէր հավատում նրանց։ Ես բառեր չեմ գտնում նկարագրելու այս ստի սահմանները։ Ըստ էության Ռասլերն ինքն էր բազմաթիվ զեկույցներ ուղարկել թուրքերի կողմից հայերի սպանության վերաբերյալ, բայց նրա վերադասներն անտեսել էին դրանք։ 1915 օգոստոսի 26-ին Թալեաթը կրկին կարգադրեց ճշտել վտարված հայերի քանակը յուրաքանչյուր շրջանում, թե երբ են տեղահանվել, բնակչության որ տոկոսն են կազմում։ Այդ նույն ժամանակ գերմանացիները շտապում էին ավարտել երկաթուղու շինարարությունը միջին արևելքում բրիտանացիների առաջխաղացումն արգելակելու համար։ Համաշխարհային պատերազմի մոլեգնելուն զուգահեռ թուրք-գերմանական շահերը սկսում էին տարամիտվել։ Գերմանիան ուզում էր ռազմական տեխնիկա տեղափոխել պատերազմի գոտի, իսկ Թուրքիան ուզում էր արևմտյան Թուրքիայի տարածքներից հայերին գնացքով տեղափոխել դեպի իրենց մահվան դուռը։ Միաժամանակ արևելյան նահանգներում թուրքերը հայերին քշում էին քարավաններով։ Հազարավոր քաղաքներ և գյուղեր դատարկված էին հայերից։ Գնացքով կամ ոտքով գնացող հայերի շարասյունները հանդիպեցին Տավրոսի լեռների մոտ։ Այստեղ շատերին պարտադրում էին աշխատել երկաթգծի շինարարության վրա, որպեսզի արագացվեր իրենց հայրենակիցների ոչնչացումը։ Ճանապարհին երկու թուրք օգնականներով գերմանացի մի հրամանատար ասաց, որ բոլորս պետք է աշխատենք շինարարության վրա։ Մենք ասացինք չենք կարող, քաղաքացի ենք, գյուղացի չենք, որ կարողանանք։ Եվ նա սկսեց մահակով ծեծել մարդկանց։ Իմ մորն էլ այնքան ծեծեց, որ նա քիչ մնաց ուշագնաց լիներ։ Պատմությունները հայերի կոտորածին Գերմանիայի մասնակցության և հանցակցության վերաբերյալ պտտվում էին թե հայերի և թե թուրքերի շրջանում։ Գերմանացի մի սպա իր թուրք զինվորներով սպանում էր մարդկանց։ Թուրքերը խրախուսում էին նրան։ Նա 2000 մարդու քշեց ձորն ու կոտորեց նրանց։ Իմ կնքահոր տղան, որ կարողացել էր փախչել, հետո պատմում էր, որ այդ գերմանացին բոլորին կոտորել էր։ Հուլիսի 6-ին դեսպան Վագենհայմը հաստատեց. թուրքական կառավարությունը ջանում է վերացնել ամբողջ հայ ազգը։ 3 շաբաթ անց Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակը տեղեկացրեց բոլոր դեսպանություններին, որ հայերի սպանդը համակարգված էր, իսկ բնաջնջումը համատարած։ Ֆրանց Գյունտերը, Բաղդադի երկաթուղու տնօրենը, նորից հուսահատորեն դիմեց Բերլինի իր վերադասին, Արթուր Գրիներին։ Ինչպես կարելի է արդարանալ պատմության առջև, երբ այս ամենը տեղի է ունենում ուղիղ մեր աչքի առաջ։ Ես իրոք չգիտեմ։ Դոկտոր Հիլմար Կայզերն ուսումնասիրել է օսմանյան փաստաթղթերը նախքան Թուրքիան կփակեր իր արխիվներն անկողմնակալ օտարերկրյա գիտնականների առջև։ Նա Թալեաթի կողմից ուղարկված հարյուրավոր հեռագրեր է գտել թուրքական արխիվներում։ 1915 օգոստոսի 25-ի հեռագրում Թալեաթը պնդում էր, որ հայ աքսորյալները Բոզանթի հասնելով պետք է ավարտեն իրենց մահվան երթն անապատներում։ Թալեաթն ուզում էր իմանալ, թե քանի հայ է հավաքվել այնտեղ։ Նա կարգադրեց, որ հայերը ճանապարհը շարունակեն ոտքով, գնացքում տեղ խնայելու համար։ Բոզանթին շարունակելու էր մնալ խոշոր շինարարական վայր Բերլին-Բաղդադ ուղղության վրա։ Մինչ գերմանացիներն իրար էին միացնում երկաթգծի հատվածները, հայերին շարունակում էին տեղահանել ոտքով և գնացքով։
Մենք պիտի բախտավոր համարվեինք, քանի որ մեզ գնացքով էին տանում դեպի Սիրիայի անապատը։ Այնտեղից պետք է նորից ոտքով գնայինք։ Բանդրմայից հեռանալու օրվանից ճանապարհին էինք, արդեն 5 ամիս։ Անընդհատ քայլում էինք։ Դա մեր մահվան երթն էր։ 4 կողմը դիակներ էին։ Մեր մեջ մի հղի կին կար։ Նա հետ էր մնում մյուսներից ու ես իմ աչքով տեսա թուրք զինվորը թուրը դեմ տվեց նրա փորին ու երեխան դուրս եկավ։ Մայրը տեղում մեռավ։ Մենք հասել էինք Սարի գագաթը։ Ոչ ոք չէր խոսում, բոլորս լուռ էինք։ Շարունակում էինք անընդհատ քայլել, օր ու գիշեր։ Մեզ թույլ չէին տալիս թաղել մեռածներին։ Այդ մահվան շարասյունը նման էր մրջյունների շարքի կամ հսկայական թրթուրի, որը դանդաղ առաջ էր շարժվում։ Բոլորս էլ գիտեինք, որ մեռնելու էինք։ Գերմանացի միսիոներները զեկույցներ էին ուղարկում մանրամասն նկարագրելով այն իրադարձությունները, որոնց ականատեսն էին եղել Թուրքիայում։ Գերմանիայի կառավարությունը ջանում էր լռեցնել միսիոներներին, վախենալով, որ ճշմարտությունը հայերի կոտորածի մասին կխափաներ իր դաշինքը Թուրքիայի հետ։ Գերմանիայում հասարակական կարծիքը դատապարտում էր հայ ժողովրդին օգնելու առումով ոչինչ չանելու քաղաքականությունը։ Այդ նույն ժամանակ գերմանացիները շարունակում էին իրենց եռանդուն մրցավազքը Բաղդադի երկաթգիծն ավարտելու ուղղությամբ։ Երկաթուղու շինարարության գերմանացի աշխատողները հայ կանանց ու երեխաների որոշ մասին փրկում էին անխուսափելի մահից եւ պահում շինարարական վագոններում, մյուսներին պարտադիր աշխատեցնում էին։ Նրանք մեզ ստիպեցին լեռը բարձրանալ։ Դուրս եկանք լեռան մյուս կողմը, որտեղ գերմանացիները երկաթգիծ էին գցում։ Մեզ ասացին, որ պետք է աշխատենք այդտեղ։ Փոքր մուրճեր բաժանեցին, որ դրանցով քարերը խնձորի, կիտրոնի մեծության կտորների ջարդեինք։ Դրանցով պիտի լցնեին ռելսերի արանքները։ Առաջին տարին ամբողջ ձմեռը աշխատեցինք այդտեղ։ Քար էինք ջարդում։ Լցնում էինք վագոններն ու տանում դատարկում գծերի վրա, հավասարեցնում, որպեսզի վրան ռելսեր դնեն։ Այդտեղ էր, որ իմ բոլոր հարազատները վախճանվեցին, տատիկս, հայրս, մայրս, մեծ քույրս, մնացինք 2 քույր, Վարսենիկ և Ռիփսիմե։ Գերմանիայի հանցակցության հարցը ներկայացրել է Բեթրիխ անունով գերմանացի մի գնդապետ։ Գնդապետ Բեթրիխը Օսմանյան գլխավոր հրամանատարության երկաթուղային փոխադրումների հարցերով պատասխանատուն էր։ 1915-ի հոկտեմբերի 3-ին նա ստորագրեց մի հրաման, որի արդյունքում երկաթգծի վրա աշխատող հազարավոր հայեր, ովքեր ընդգրկված էին Բաղդադի ռազմավարական կարևորության երկաթուղու շինարարության մեջ, պետք է տեղահանվեին։ Եվ այդ հրամանում նա օգտագործել է թուրքերեն ստանդարտ ծածկագիրը, շեդիդե բառը, որը նշանակում է կիրառել դաժան միջոցներ։ Ճիշտ այդպես էլ կատարվեց։ Երկաթգծի շինարարության ավարտից հետո հայերի մեծ մասին վերացրին, սպանդի ենթարկելով կամ զանգվածային բնաջնջման այլ եղանակներ կիրառելով։ Գերմանացի ֆոն Յագոն խիստ տագնապած էր այս առիթով, քանի որ բարձրաստիճան գերմանացին այնքան հիմար էր գտնվել, որ ստորագրել էր այդ փաստաթուղթը։ Ֆրանց Գյունթերը, որը Կոստանդնուպոլսում ներկայացնում էր Դոյչե բանկը, մատնացույց արեց Գերմանիայի կառավարության պատասխանատվությունը։ Ահա թե ինչ է ասել նա Գերմանիայի կառավարության հետ Բեթրիխի առնչության վերաբերյալ։ Կգա մի օր, երբ մեր թշնամիները բարձր գին կվճարեն Բեթրիխի ստորագրած փաստաթուղթը ձեռք բերելու համար։
Նրանք կկարողանան ապացուցել, որ գերմանացիները ոչ միայն չեն միջամտել հայերի հալածանքները կանխելու համար, այլև կոնկրետ հրամաններ են արձակել այդ նպատակով։ Կայսերական Գերմանիայի կապիտոլիում, Բերլին։ Քանի որ պատերազմից հետո հայտնի դարձավ Գերմանիայի հանցակցության չափը, երկրի իշխանությունները սկսեցին վախենալ, որ աշխարհն իրենցից հաշիվ կպահանջի հայոց ցեղասպանության համար։ Արդեն 1919-ի վերջին Գերմանիայի արտաքին գործոց գրասենյակի միջին արևելքի հարցերով գլխավոր խորհրդական Ադոլֆ Գոփերթը սկսեց մտահոգվել կոտորածների հետևանքով Գերմանիային ներկայացվելիք հնարավոր ֆինանսական պարտավորությունների առնչությամբ։ Նա ասում է. դա շատ ծանր մեղադրանք է, որից պետք է կարողանանք ազատվել որոշ պատճառներով, այդ թվում ֆինանսական։ Այլապես մենք, գերմանացիներս, պետք է պարտավորություն կրենք կորստի համար։ Իր բառերով ասած, այն է շվեղը Belastung man will uns finden schaden Haftbach machen։ Ամենաբացահայտ կերպով ձևակերպվում է ֆինանսական պարտավորությունների, ռազմատուգանքների, փոխհատուցումների ենթարկվելու վտանգը։ 1915 թվական, ձմեռ, Կոստանդնուպոլիս։ Նորից հեռագրեր են առաքվում Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից դեպի գավառները։ Ահա տեղական պաշտոնյաներից մեկին ուղղված նախատինքներից մեկը։ Քաղաքներում չափազանց շատ հայեր են թողնվել մահմեդականների համեմատ։ Հրաման էին տվել նաև, որ հայերի թիվը արտաքսման վայրերում չպետք է գերազանցի բնակչության 5%-ը։ Հալեբ։ Հայերից շատերը փորձում էին փախչել Հալեբ, որը վերջին մեծ քաղաքն էր Դերզորի անապատ, Սպանդի վերջին դաշտ ընթացող մահվան թափորի ճանապարհի։ Դերզոր։ Թուրքերը հայերին ավելի արագ էին տեղահանում, քան վագոններում տեղ էր ազատվում։ Bindi Karabaya, indi Katmaya, indi Katmaya։ Մենք գնացքներով հասանք Կատմա։ Evlat Kaçmaya, orada var։ Թուրքերն առևանգում էին ջահել աղջիկների։ Türkler başladı alıp kaçmaya, alıp kaçmaya, dini bin uğruna ölen Ermeni, dini bin uğruna ölen Ermeni։ Հայերն էին օրինել այդ երգը։ Այրված սրտով երգում էին ու միաժամանակ ողբում։ Մենք երգում էինք ու լաց լինում աղոթելու փոխարեն։ Կատման Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքր երկաթուղային կայարան էր։ Սա ընտրված էր որպես տարանցիկ կետ, որովհետև Օսմանյան կառավարությունը որոշել էր հայերին Հալեպով չտեղափոխել, որտեղ նրանք կարող էին թաքնվել և ապաստան գտնել։ Այսպիսով Կատման, ավելի ճիշտ Կատմայի շրջակայքի բաց հարթավայրերը դարձան տեղահանվողների վայր, ուր նրանք պետք է սպասեին իրենց ոչնչացման վերջին փուլը։ Ով էր ձեզ այստեղ բերել։ Թուրքերը։ Նրանք մեզ վտարեցին ու սկսեցին քշել անապատով մեկ։ Ինչու ձեզ բերեցին Կատմա։ Դա ուղղակի հավաքատեղի էր, կայան։ Այստեղ թողնում էին 10-15 օր, իսկ հետո ուղարկում Դերզոր։ Դրանից հետո մի ուրիշ խումբ էր գալիս։ Նրանց էլ էին տանում։ Այսպես մինչև որ բոլոր հայերին բնաջնջեցին։ Մեզ Կոնիայից բերեցին Կատմա, սա առաջին կանգառն էր։ Երբ հասանք Կատմա, չեք հավատա, հեկտարներով վրաններ էին խփած։ Այնքան շատ մարդ կար։ Ի վերջո մեզ էլ խցկեցին այդտեղ, կարգադրեցին վրաններ խփել, մնացինք այդտեղ։ Այդ նույն ժամանակ մյուսներին տեղափոխում էին Դերզոր։ Ամեն օր լեփլեցուն գնացքները քշում էին դեպի Դերզոր։ Մենք 2 շաբաթ մնացինք այնտեղ։ Ոչ ուտելիք կար, ոչ բան։ Մարդիկ սովամահ էին լինում։
Նրանք մեծ գերեզմաններ էին փորում, այնքան մեծ, որ երևի 100 մարդ կտեղավորվեր։ Հայերի վիճակը Կատմայում սարսափելի էր։ Հալեպի գերմանական հյուպատոս Վալտեր Ռասլերը տեղյակ էր այդ համակենտրոնացման ճամբարների մասին։ Նա կրկին զեկուցեց Բերլին։ Հազարավոր հայեր են տանում Կատմա օրական 2 գնացք։ Երկաթգծի երկայնքով արյուն է թափված, դիակներ, կարծես մի արտառոց բան է անցել այս տեղերով։ Ռասլերը ևս ուներ իր շրջանում մնացած հայերի ընդհանուր քանակը, եւ թե ինչպես են նրանք բաշխված։ Աղյուսակում կարմիրով նշվածները արդեն սպանվածներն էին։ Նրա կառավարությունը դարձյալ հրաժարվեց միջամտել։ Տիֆը մոլեգնում էր Թուրքիայում։ Երզնկայի թուրքերը վճռելով գտնել հիվանդության պատվաստուկը, սկսեցին առողջ հայերին օգտագործել որպես փորձաճագարներ, պատվաստուկները նրանց ներարկելով։ Նույն քաղաքի գերմանացի գործընկերները չխանգարեցին թուրքերին նենք փորձարկումներին։ Բժիշկ Ալի Սահիբը հայ երեխաներին գայթակղելով ախտահանման նպատակով հավաքեց դպրոցի շոգեբաղնիքում։ Ըստ վկայությունների նա խեղտամահ է արել այդ երեխաներին։ Տրապիզոն։ Դրանից մեկ շաբաթ անց ռումինացիները զեկույց են ուղարկում բրիտանացիներին, որ գերմանացիները դիվանագիտական պայուսակներով թունավոր գազ են տեղափոխել Թուրքիա։ Թուրքերը կարծես մաքրել էին երկիրը հսկայական ավելով, դատարկել քաղաքներն ու գյուղերը։ Մի մասին քշել էին դեպի հարավ, Պաղեստինի ուղղությամբ։ Այդ տարածքում գործող գերմանական զորաճոկատներն ականատես էին այս իրադարձությունների։ Նրանց թվում էր երիտասարդ կամավորականը Ռուդոլֆ Յոսը։ Ուրֆա քաղաքի հայ բնակչությունն իմացել էր տեղահանումների մասին։ Սպանդիալիքը շարժվում էր դեպի հարավ։ Նրանք գիտեին, որ հաջորդը իրենց հերթն էր։ Թուրքերի ձեռքը չընկնելու համար մի քանի երիտասարդներ գնացին սարերը եւ խմբերով դիմադրություն կազմակերպեցին, պաշտպանելով իրենց տներն ու ընտանիքները։ Երբ Ուրֆայի բնակիչները գլխի ընկան, որ մնացած վայրերում հայերին աքսորել են, որոշեցին պաշտպանվել։ Նրանք ասում էին. անապատում մեռնելու փոխարեն այստեղ կմեռնենք։ Իմանալով, թե իրեն ինչ է սպասվում, Ուրֆայի հայությունը սկսեց պայքարել թուրքերի դեմ։ Ուրֆայի հայկական հատվածը շրջապատված էր պատերով։ Թուրքերը չկարողանալով կոտրել հայերի դիմադրությունը, դիմեցին զորալրման։ Գերմանացիները բերեցին 75 մմ տրամագծով հրանոթներ։ Գերմանացի սպան մայոր Էբերհարդ Գրաֆեն Վոլֆսքեելը անձամբ ինքն էր վարում հարձակումը հայերի վրա։ Նշանառության տակ առնելով հայկական թաղամասը նա ռմբակոծեց ամերիկյան միսիոներների համալիրը։ 1915-ի հոկտեմբերին գրում է Վոլֆսքեելն իր կնոջը։ Փողոցներում կատաղի կռիվներ էին ընթանում, ապստամբները լավ զինված էին։ Բախումներից հետո Վոլֆսքեելը քայլում է քաղաքի փողոցներով։ Նա գրում է կնոջը. Ես զգում էի վառվող շենքերի ու դիակների հոտը։ Անձամբ էի գլխավորել հարձակումն այս տների վրա։ Ինձ դուր են գալիս փամփուշտների ձայնն ու տնետուն ընթացող կռիվները։ Վոլֆսքեելը իսկական սպա էր։ Իր պարտքն էր կատարում։ Նրա աչքում հայերն ապստամբներ էին։ Հետագայում մայոր Վոլֆսքեելն ընդունեց, որ հայերն ապստամբ չէին։ Այդուհանդերձ նա ոչ մի խղճի խայտ չզգաց զոհերի հանդեպ։ Կոստանդնուպոլիս, Օսմանյան կառավարության գլխավոր հրամանատարության շտաբ։ Թալեատի նպատակը հետզհետե պարզ էր դառնում։
Նա հասցրել էր պարծենալ Միացյալ Նահանգների դեսպան Մորգենթաուի առաջ։ Մենք արդեն տեղավորել ենք հայերի 3 քառորդին, պետք է բոլորին վերացնենք։ Թալեաթը հաստատեց, որ տեղահանումը երկար կշռադատված քննարկումների արդյունք է եղել։ Մորգենթաուն Գերմանիայի դեսպան Վագենհայմին դեմ առ դեմ հանդիպելով մեղադրում է Գերմանիային ցեղասպանության հարցում գաղտնի համաձայնության համար։ Աշխարհը միշտ Գերմանիայից պատասխան կպահանջի։ Այս ոչրագործության մեղքն ընդմիշտ ձեր ժառանգությունը կլինի։ Ես չեմ պնդում, թե Գերմանիան պատասխանատու է կոտորածներ հրահրելու համար, բայց նա պատասխանատու է դրանք չկանխելու համար, ունենալով դրա հնարավորությունը։ Ինչ որ ասացիք երևի ճիշտ է, պատասխանեց Գերմանիայի դեսպանը։ Սակայն մեր առջև կանգնած ամենամեծ խնդիրը պատերազմում հաղթելն է։ Եվ ես զզվանքով շրջվեցի նրանից։ Վագենհայմը վեր կացավ, որ գնա։ Այդ պահին նա խոր հոգոց հանեց ու ոտքերը ճոճվեցին։ Ես տեղից ես վեր թռա, բռնեցի այդ մարդուն, որ չընկնի։ Երկու օր անց 1915-ի հոկտեմբերի 24-ին Վագենհայմը մեռավ։ Նա չէր նախաձեռնել հայոց տեղահանությունը։ Թուրքերն էին դրա պատասխանատուն, բայց Վագենհայմը ծրագրել և կազմակերպել էր թուրքերի հանցանքի ժխտումն ու քողարկումը։ Գերմանիայի հանցակցությունն օրենքի, բարոյականության և քաղաքական առումներով հանգեցնում է Գերմանիայի պատասխանատվությանը։ Մասնավորապես ըստ օրենքի, մարդիկ պատասխանատու են իրենց գործողությունների հետևանքների համար։ Անկախ այն բանից, թե գերմանացի ռազմական պաշտոնյաներն ինչ աստիճանի էին համագործակցում թուրքերի հետ հայերի տեղահանման գործում։ Նրանք պատասխանատու են այս զանգվածային տեղահանության արդյունքի, ցեղասպանության համար։ Գերմանացիները պատասխանատու էին Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածի համար։ Իմ պատասխանն է ոչ։ Նրանք մեղսակից էին որոշ բաներում։ Իմ պատասխանն է այո։ Գլխավոր պատճառն այն էր, որ նրանք չէին ուզում մեծ պատերազմի կեսին կորցնել իրենց արժեքավոր դաշնակցին, ռազմական դաշնակցին։ Հայերի հանդեպ իրականացված հալածանքների նրանց մերժումը անբարոյական տեսակետ է։ Այո։ Գերմանիայի կառավարության կանցլեր Բեքման Հոլվիգը հաստատեց հայոց ցեղասպանության հարցում գերմանացիների հանցակցությունը։ Մեզ պետք են գալու թուրքերը, անկախ այն բանից, հայերը կվերանան, թե ոչ։ 1918-ին Թուրքիան տանուլ տվեց պատերազմը։ Քառամյա թուրք-գերմանական դաշինքի գինը հայերի ցեղասպանությունն էր։ 1.5 միլիոն հայ ոչնչացավ կատաղի զանգվածային սպանդի միջոցով։ Թուրք ոչրագործները փախան գերմանացի գեներալների և դիվանագետների օգնությամբ։ Նրանց Գերմանիայում ապաստան տվեցին։ Գերմանիան երբեք պատասխանատվության չի ենթարկվել հայերի հանդեպ կատարված ոճերի համար։ Ոմանք, ինչպես օրինակ Մաքս ֆոն Շոյդներ Ռիխտերը, միացան վաղ նացիստական շարժմանը։ Ռիխտերը դարձավ Ադոլֆ Հիտլերի մոտ ընկերը և 1923-ին վախճանվեց Մյունխենում, իր վրա վերցնելով Հիտլերին ուղղված գնդակը։ 17 տարի անց պատանի զինվոր Ռուդոլֆ Յոսը դարձավ Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի պարետը։ Թուրքիայում տեղի ունեցած գաղտնի ցեղասպանությունը դարձավ Գերմանիայի հավաքական հիշողության մի մասը։ Մեկ սերունդ հետո Գերմանիան նորից էր ընդգրկվելու մարդկության դեմ ուղղված ոճրագործության մեջ։ Ով է հիշում այսօր հայերի բնաջնջումը։ Ադոլֆ Հիտլեր, 22 օգոստոսի 1939 թվական։ Սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբյան, երաժշտությունը Ալան Ռուբիկի, գործադիր պրոդյուսերներ
Ուոլթեր Քարամյան, Մայքլ Հակոբյան, համապրոդյուսեր Գլեն Ֆար, սցենարի համահեղինակ Կարլա Կարապետյան, գիտական խորհրդատուներ դոկտոր Հիլմար Կայզեր, դոկտոր Վահագն Տատրյան, արտադրությունը Հայկական կինոյի հիմնադրամի ԱՄՆ 2003 թվական, թարգմանիչ Գայանե Զավարյան, խմբագիր Զավեն Բոյաջյան, կրկնօրինակման ռեժիսոր Հասմիկ Մարգարյան, համակարգչային մոնտաժը Գոր Հովանեսյանի, կարդացին Շուշան Ղազարյանը և Խորեն Լևոնյանը, առաջին կինոմիավորում։